Զրուցում ենք Համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորման վարչության անդամ Ալբերտ Բազեյանի հետ։ Պարոն Բազեյան, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հասարակության մեջ երկու կարծիք առաջացավ։ Առաջին թևին հարողները մտածում էին, որ Փաշինյանը ռուսամետ քաղաքականություն է վարում, երկրորդ թևին հարողները մտածում էին, որ նրա վարած քաղաքականությունը ավելի շատ արևմտամետ է։ Ձեր դիրքորոշմամբ ո՞րն է նրա քաղաքականությունը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը թուրքամետ եւ ադրբեջանամետ է։ Իսկ ձեր կարծիքով հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական կայուն ընթացքը ինչով է պայմանավորված։ Հայ-ռուսական հարաբերությունների կայուն բարեկամական ընթացքը պայմանավորված է երկու ժողովուրդների հանդեպ հարգանքով եւ բնականաբար երկու իշխանությունների, պետությունների իշխանությունների քաղաքական դիրքորոշումներով։ Եվ խնդրում եմ նաև ասեք Ռուսաստանում հայկական համայնքը, հայկական սփյուռքը որքանով է նպաստում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը։ Չեմ կարող ասել որքանով է նպաստում հայկական սփյուռքը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը, բայց կարող եմ արձանագրել, որ մենք Ռուսաստանի հետ ունենք բազմաթիվ կապեր։ Առաջին, հայ ժողովուրդը Հայաստանը ունի այնքան աշխատատեղեր, որ մարդիկ կարողանան աշխատել, ամեն ամառ գարնանից մի քանի տասնյակ հազար մեր հայրենակիցները գնում են Ռուսաստան աշխատելու եւ փող են ուղարկում իրենց ընտանիքները պահելու համար։ Դրանից զատ մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմաքաղաքական հարաբերություններ, մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, ԵԱՏՄ անդամ երկիր ենք, Ռուսաստանից ենք մենք ստանում գազ, Ռուսաստանից ենք շատ, ասենք, այլ բաներ ստանում։ 97 թվականին, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք կնքվել է հայ-ռուսական համագործակցության համաձայնագիր, որի հիման վրա ռուս սահմանապանները պաշտպանում են հայ-թուրքական սահմանը։ Ուրեմն Գյումրիում էլ ունեն ռուսական ռազմաբազա։ Դրանից զատ, ուրեմն բազմաթիվ մեր, ասենք, հայրենակիցներ ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, մեծ սփյուռք ունենք, ամենամեծ երևի աշխարհի սփյուռքը, հայկական սփյուռքը Ռուսաստանի Դաշնությունում է, բնականաբար հայ-ռուսական ժողովուրդների համագործակցությունը, բարեկամությունը երկար տարիներ է, որ սկսվել է 1827 թե 28 թվականին Արևելյան Հայաստան, ներկայիս Հայաստան, Արցախի հետ միասին եւ Նախիջևանի հետ միասին լինելով Արևելյան Հայաստան, լինելով Իրանի տիրապետության ներքո, ուրեմն Ռուսաստանը հաղթելով ուրեմն պարսկական բանակին կնքվել է պայմանագիր, Գյուլիստանի պայմանագիրը եւ այս տարածությունները դարձել են Ռուսաստանի ցարական Ռուսաստանի մաս են կազմել գուբերնիա Հայաստանը։ 1917 թվականին Ռուսաստանում իրականացվել է բոլշևիկյան հեղափոխություն, որը շատ անբարենպաստ էր մեր համար, որովհետեւ 18 թվականին ուրեմն ռուս-թուրքական համաձայնագրով, Լենին-Աթաթուրք համաձայնագրով, ուրեմն Նախիջևանի հանրապետությունը, որ այսօր գտնվում է Ադրբեջանի կազմում, թողնվել է Ադրբեջանի կազմում եւ Արցախն է թողնվել Ադրբեջանի կազմում։ Արցախը եղել է ընդամենը ուրեմն 70 տարի Ադրբեջանի կազմում։ Ես սխալվեցի, 18 թվականին չի եղել, 21 թվականին Լենին-Աթաթուրք համաձայնագրով։ Դրանից զատ նաեւ բոլշևիկյան Ռուսաստանը օգնել է Թուրքիային ոսկով, զինամթերքով, բանով, որպեսզի նրանք, ասենք, պայքարեն այսպես կոչված իմպերիալիստական պետությունների դեմ, որոնցից մեկն էլ իրենց ուրեմն հաշվառումով իբրև թե նաև Հայաստանն էր, դաշնակցական Հայաստանը, որը այսպես կոչված կապիտալիստական իմպերիալիստական պետություն էր։ 20 թվականին բոլշևիկները մտել են Հայաստան, եղել է ուրեմն հեղափոխություն, Հայաստանը դարձել է սովետական, ես այդտեղ շփոթվեցի, 21 թվականին արդեն սովետական Հայաստան էր։ Սովետական Հայաստանին պետք է միավորվեր Արցախն ու Նախիջևանի հանրապետությունը, բայց ցավոք սրտի ուրեմն այդ Լենին-Աթաթուրք պայմանագրով տրվել է Ադրբեջանին։ Արցախը Ադրբեջանի կազմում եղել է ընդամենը 70 տարի, 21 թվականից մինչև 91 թվականը։ 88 թվին մեր հայրենակիցները արցախցիները բարձրացրել են իրենց ինքնորոշման հարցը Ադրբեջանից եւ փորձել են անջատվել Ադրբեջանից, միանալ մայր հայրենիքին Հայաստանին։ Ադրբեջանն հարձակվել է Արցախի բնակավայրերի վրա եւ սկսվեց պատերազմ։ 94 թվին մեր փառավոր հաղթանակով ավարտվել է այդ պատերազմը, կնքվել է զինադադարի պայմանագիր։ Պատերազմը չի ավարտվել լիարժեք, զինադադարի պայմանագիր է կնքվել։
Հայաստանի բոլոր տարիների իշխանություններից մենք պահանջել ենք ճանաչել Արցախի անկախությունն Ադրբեջանից։ Չէին ճանաչում պարզաբանելով, որ ընթանում են բանակցություններ, եթե ուրեմն ճանաչենք Արցախի անկախությունը, կսկսվի պատերազմ։ Այդ չճանաչեցին, մեկ է պատերազմը սկսվեց։ Նիկոլ Փաշինյանը 18 թվին եկավ իշխանության, խաբելով մեր ժողովրդին, որի փեր թե ինքը հաստատելու է օրենքի գերակայություն, քաղաքացիների իրավահավասարություն, Արցախն է պահելու որպես հայկական։ 19 թվականին գնաց Արցախ եւ իր ճղճղան ձայնով ուրեմն բացականչեց Արցախն Հայաստան է եւ վերջ արցախցիները ողջավորված ծափահարեցին եւ այլն եւ այլն։ Հետո 20 թվականին սկսվեց պատերազմը, մենք պարտվեցինք, ցավալի պարտություն կրեցինք այդ պատերազմում 44 օրում, որովհետեւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար էր հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, ով ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ պատերազմից։ Ուրեմն այդ պատերազմում պարտություն կրեցինք եւ պարտված պատերազմի արդյունքում մի քանի բարձրաստիճան զինվորականների Նիկոլը տվեց ազգային հերոսի կոչում։ Հետո որոշ ժամանակ անց այդ նույն ազգային հերոսների դեմ հանձնարարեց շինծու քրեական գործեր հարուցել եւ կալանավորել արժանազրկելով ազգային հերոս հասկացողությունը։ Նիկոլ Փաշինյանը իր գաղափարակից պաշտոնյաների հետ ոտնահարում է մեր ազգային արժեքները, ուրանում է հայոց ցեղասպանությունը, Հայաստանի պետական պարտքը ուրեմն 6 միլիարդից իր 7 տարվա պաշտոնավարման ընթացքում կրկնապատկել է, դարձրել է 12.8 միլիարդ դոլարի, որի մի զգալի մասը արտաքին պետական պարտքն է, իսկ այդ գումարները միջազգային վալյուտային ֆոնդը եւ համաշխարհային բանկը տալիս են տոկոսներով, ու վերջերս էլ հրավիրել էր 10 թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչների, տալով նրանց հարցազրույց Հայաստանի պետբյուջեի հաշվին, չգիտեմ քանի օր մնացին այդ թուրքերը Հայաստանում ու գնացին Հայաստան ներկայացրեցին շատ աղքատ ու շատ վատ պետություն եւ Երևանը ներկայացրեցին որպես Էրզինջան իբրև թե թուրքական քաղաք, Կապույտ Պասկական մզկիթն էլ ներկայացրեցին իբր թուրքական մզկիթ։ Նույն բանն անում են ադրբեջանցի մեր ուրեմն արևելյան հարևանները, հայտարարելով, որ Երևանը Ռևան խանի հիմնադրած իբրև թե Էրիվան քաղաքն է, ուրեմն այդ մզկիթն էլ իրանական, ադրբեջանական է եւ այլն եւ այլն։ Ու այսպեսի քաղաքականության հետևանքով ցավոք սրտի ինքը տարավ մեր ժողովրդին համապատրաստից պատերազմի, մատնեց պարտության մեր աղթական ու տաղանդավոր ժողովրդին, Արցախը ամբողջությամբ հանձնեց Թուրքին, բացի դրանից ավելի քան 60 քառակուսի կիլոմետր տարածք ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ հանձնեց Ադրբեջանին։ Ու վերջերս էլ հարձակում են սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ուրեմն նա կրկնում են ոտնահարում է մեր ազգային արժեքները, ուրանում է ցեղասպանությունը, մեր ժողովրդին մատնել է պարտության, դրա համար այս իշխանությունը պետք է հեռացվի եւ Հայաստանում ձևավորվի ազգային նոր իշխանություն, ով կիրականացնի մեր ժողովրդի նպատակներն հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն, որի հիմնական դրույթը բանակի հզորացումն է։ Պետք է խիստ պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց դեմ, ովքեր փորձեն տարբեր պատճառաբանություններով ազատել իրենց զավակներին բանակում զինծառայությունից։ Սա մեկ, երկրորդը, ուրեմն սրանք փորձեցին ուրեմն մի նախագիծ բերել ազգային ժողով, համաձայն որի մարդը կարող է ասենք մի քանի միլիոն, 10 միլիոն կամ չգիտեմ ինչքան գումար մուծել ուրեմն պետբյուջե եւ չծառայել բանակում։ Այսինքն բանակը փորձում են դարձնել աղքատների տիրույթ։ Սա մեկ, երկրորդը, ուրեմն որպեսզի բանակի զինվորների քանակը պահեն, համապատասխան քանակը պահեն, ուրեմն 27 տարեկանից զորակոչային տարիքը տանում են հասնում են 32 տարեկանի։ 32 տարեկան տղամարդիկ արդեն շատերը ամուսնացած են, ունեն ընտանիք, զավակներ ունեն։ Եթե այդ մարդը գնում է բանակ 2 տարի ծառայության, ով է պահելու նրա ընտանիքը։ Կամ ինչպես են հարմարվելու միասին 18 տարեկան պատանիները բանակում զինծառայելու եւ 32 տարեկան ընտանիք ունեցող տղամարդիկ։ Այդպիսի ապուշ ուրեմն նախաձեռնություններ ունեն, բնականաբար, եթե նման նախաձեռնությունները մտնեն ազգային ժողով, մենք կոչ ենք անելու մեր ժողովրդին ոտքի շրջափակել ազգային ժողովը եւ թույլ չտալ նման նախագիծ ուրեմն ընտրելու ազգային ժողովում։ Եվ վերջինը Նիկոլը Հայաստանի Հանրապետությունը դարձրել է ոստիկանապետություն։ Ոստիկանների քանակն ավելացրել է, նրանց աշխատավարձերը բարձրացրել է բարձրաստիճան ոստիկանների, բացի դրանից տարին մի քանի անգամ տալիս են մեկ աշխատավարձի չափով պարգևավճարներ, որպեսզի ծառայեն գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը փչացրել է մեր ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը կոչված է ծառայելու պետությանը, պետական անվտանգություն է
ազգային անվտանգության ծառայությունը պետք է ունենա արտաքին ուրեմն հետախուզություն, արտաքին վտանգների գնահատում եւ համապատասխան անվտանգային միջոցների իրականացում, բայց այսօր ազգային անվտանգության ծառայությունը դարձել է իշխանության անվտանգության ապահովման ծառայություն եւ շինծու քրեական գործերի հարուցում ընդդիմադիր գործիչների վրա ու նրանց ապօրինաբար կալանավորում են, որոնցից մեկն էլ ես եմ եղել, իմ հանդեպ հարուցված քրեական գործը դեռ կարճված չի ու դատական պրոցեսները ամիսը մի 3 անգամ գնում են։